Նոյեմբերի 2-ին անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում, այս մասին տեղեկացնում է Երևան ավտոբուս ընկերության խոսնակ Գեղամ Ասատրյանը։ Ժամը 22:50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ։ Վարորդն ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ չի երթևեկում։ Դրանից հետո ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ վարորդի նկատմամբ, դրանք ուղեկցելով հայոյանքներով սպառնացել եւ փորձել վնասել համայնքային գույքը։ Տեսնելով վարորդի սառը վերաբերմունքը եւ հորդորը պարզապես իջնել տրանսպորտային միջոցից, ուղևորը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ վարորդն իրեն առևանգել է, հնչեցրել սպառնալիքներ եւ հարվածել։ Երևանի ավտոբուս ընկերության վարորդը արդեն այսօր տվել է հանցագործության մասին հաղորդում, իսկ ավտոբուսի տեսախցիկները ըստ պատշաճի պատրաստ են տրամադրվել քննությունն իրականացնող մարմնին։ Երևանի ավտոբուս ընկերությունը դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն երթևեկությունը խոչընդոտող այս եւ նմանօրինակ ցանկացած դեպք, ասվում է հաղորդագրությունում։